Արդյոք Ալիևի հայտարարությունը երկու հարց եք տվել, հա, համարում եք ներքին գործերին միջամտություն, եթե որևէ մեկը մեջբերում է այդ հայտարարությունը եւ զուգահեռ գնում է այդ հաղորդումը, արդյոք այդ հեռարձակողը կամ վերահաղորդողը խախտում է իրականացնում եւ կոնկրետ քանի որ դուք նշում եք հաճախ է իրականացվում օտարերկրատեղեկատվական ներգործություն, հաճախ բառը դուք հիմնավորման մեջ գրել եք, կարող եք 1-2 կոնկրետ օրինակներ բերել եւ դուք ինչ օրինակների նկատի ունեք եւ անպայման Ալիևի հայտարարությունը ներքին գործերին միջամտություն համարում եք թե ոչ։ Շնորհակալություն։ Ես թերևս ինչի ասեմ չհասցրի պատասխանը, որտեղ դուք երկու հարց եք տվել, հազիվ հասցրի մեկին։ Ես թերևս մնամ անսասան ձեր թույլտվությամբ եւ նորից չտրվեմ այդ սադրանքին։ Խնդրում եմ ձեզ, Տիկին Գյուրեղյան, ես հասկանում եմ բոլոր նյուանսները ձեր խոսքի, բայց ես առաջարկում եմ առաջնորդվել ինստիտուցիոնալ մոտեցմամբ։ Այս պարագայում, երբ մենք խոսում ենք քաղաքականությունների մշակման մասին, որևէ էմոցիոնալ, անձնական, սուբյեկտիվ դիրքորոշում իմ կողմից ընդունելի չէ։ Ինչ վերաբերում է կոնկրետ, եթե դուք ուզում եք անպայման ես այս կամ այն երկրի նախագահին անդրադառնամ ազգային ժողովի ամբիոնից ասեմ, դա կարող է դիտվել որպես ներքին գործերին միջամտություն եւ հեռարձակողը պիտի կրի պատասխանատվություն կամ չդիտվել։ Դա իմ գնահատման տիրույթում չէ։ Դա կարգավորող ինստիտուցիոնալ սահմանադրական անկախ մարմնի գործն է։ Այլ բան է դուք վստահում եք այդ մարմնին թե չէ, դա արդեն այլ խոսակցություն է եւ ես այդ իրավասությունը չունեմ։